Մենք ուսումնասիրում ենք մի մեծ տիեզերական պար, որտեղ լույսը նկարներ է ստեղծում, իսկ զգողականությունը ձևավորում է այնպիսի բաներ, որոնք մեր երևակայությունից շատ ավելի մեծ են։ Տիեզերքը այսքան հսկայական, զարմանալի արվեստագետ է։ Այն այնքան գեղեցիկ բաներ է ստեղծում, որոնք մեզ ստիպում են մտածել, թե ինչն է ընդհանրապես հնարավոր։ Սրանք ուղղակի անշարժ նկարներ չեն։ Դրանք միշտ շարժվում եւ փոխվում են, պատմելով պատմություններ, թե ինչպես են տիեզերքում ամեն ինչ ծնվում, ապրում եւ երբեմն մեծ շուկով ավարտվում։ Մի պահ պատկերացրեք, թե որքան աներևակայելիորեն մեծ է այն ամենը, ինչին մենք նայում ենք։ Մենք, մեր գունատ կապույտ կետի վրա, ընդամենը մի փոքրիկ կետ ենք հսկայական տիեզերական օվկիանոսում։ Բայց այստեղից, մեր հետաքրքրասիրության եւ գիտական գործիքների շնորհիվ, մենք կարող ենք դուրս նայել եւ տեսնել զարմանալի բաներ, որոնք մարդիկ սիրել են հազարավոր տարիներ շարունակ։ Մենք կտեսնենք աստղային մսուրներ, որտեղ աստղերն են ծնվում, աստղերի հսկայական կղզի խմբեր, միլիարդավոր արևներով, եւ այնպիսի անհավանական բաներ, որոնք կորացնում են հենց տարածությունն ու ժամանակը։ Այս ճամփորդությունը պարզապես գեղեցիկ նկարներից ավելին է։ Այն մեծ տիեզերական պատկերում մեր տեղը հասկանալու եւ այն հիմնական ուժերի մասին սովորելու մասին է, որոնք ձևավորում են ամեն ինչ։ Ուրեմն, պատրաստվեք տիեզերքը տեսնելու բոլորովին նորովի։ Մենք շուտով կտեսնենք տիեզերքի ամենազարմանալի ձևերը, նրա հզոր ուժն ու գեղեցիկ արվեստը բաց տիեզերքում։ Սա ուղղակի շրջագայություն չէ։ Սա հնարավորություն է զարմանալու, հարցեր տալու եւ տեսնելու, թե որքան զարմանալի է, որ այս ամենը գոյություն ունի։ Պատրաստվեք հիանալու տիեզերքի հրաշալիքներով։ Մեր երևակայության տիեզերանավը պատրաստ է թռիչքի։ Սկսենք։ Այս զարմանահրաշ տիեզերական արկածի մեր առաջին կանգառը մեզ տանում է դեպի այս կախարդական անպանման վայրերը, որոնք կոչվում են միքամածություններ։ Պատկերացրեք դրանք որպես տիեզերքի հսկայական մանկամսուրներ։ Սրանք գազի, հիմնականում ջերածին եւ հելիում կոչվող նյութերի, ինչպես նաեւ տիեզերական փոշու մեծ ամպեր են։ Եվ դրանք բոլորը լուսավորված են բազմաթիվ գեղեցիկ գույներով։ Սրանք պարզապես հանգիստ լողացող ամպեր չեն, այլ իրականում շատ աշխույժ վայրեր են։ Հենց այստեղ են նոր աստղեր, ու նույնիսկ նոր մոլորակներ ստեղծվում, ավելի հին աստղերից մնացած բոլոր մանր մասնիկներից։ Երբ նայում եք Օրիոնի միքամածության կամ արծիվ միքամածության մեջ գտնվող հայտնի արարման սյուների նկարին, իրականում տեսնում եք, թե ինչպես են աստղեր ծնվում։ Դա լույսի ու խավարի մի զարմանալի տեսարան է, որն այնքան մեծ է, որ ձգվում է լուսատարիներով։ Այդ վառ գույները, որ տեսնում եք, հաճախ առաջանում են մոտակա երիտասարդ, տաք աստղերի արձակած հատուկ լույսից։ Այս լույսը ստիպում է գազին, այսպես ասած, գրգռվել ու փայլել տիեզերքի մի մեծ նեոնային ցուցանակի պես։ Գազի յուրաքանչյուր տեսակ փայլում է իր յուրահատուկ գույնով։ Այս հիանալի ամպերը լինում են ամենատարբեր ձևերի ու չափերի, եւ յուրաքանչյուրը մեզ պատմում է տիեզերքի պատմության մի տարբեր մաս։ Էմիսիոն միքամածությունները, ինչպես Օրիոնի միքամածությունը, որը քիչ առաջ տեսանք, նման են աստղային ծնդատների, որտեղ մանուկ աստղեր են ծնվում։ Դրանք շատ վառ են փայլում, քանի որ իրենց ներսում նոր աստղեր են սկսում լուսարձակել։ Հետո կան անդրադարձնող միքամածություններ։ Սրանք իրենց լույսը չեն արձակում։ Փոխարենը անդրադարձնում են մոտակա աստղերի լույսը։ Դրանք հաճախ ունենում են սառը, մի փոքր խորհրդավոր կապույտ փայլ, ինչպես հեռավոր լույսերով լուսավորված տիեզերական մառախուղը։ Հաջորդը խորհրդավոր մութ միքամածություններն են։ Սրանք փոշու խիտ ամպեր են, որոնք արգելափակում են իրենց հետևում գտնվող աստղերի լույսը։ Այդ պատճառով, դրանք երևում են որպես մութ ուրվագծեր ավելի պայծառ երկնքի վրա, ինչպես հայտնի ձիու գլուխ միքամածությունը։ Եվ վերջում, մոլորակային միքամածություններն են։ Զվարճալին այն է, որ թեև իրենց անվան մեջ մոլորակային բառը կա, դրանք իրականում մոլորակների հետ գրեթե ոչ մի առնչություն չունեն։ Դրանք իրականում գազի գեղեցիկ փայլող ամպեր են, որոնք մահացող աստղերն են իրենցից դուրս մղում։ Սա նման է աստղի վերջին մեծ, զարմանահրաշ հրաժեշտին, նախքան փոքրիկ սպիտակ թզուկ դառնալը։ Յուրաքանչյուր միքամածություն արվեստի մի գեղեցիկ, բայց ոչ հավերժական ստեղծագործության պես է։
Այն մեզ ցույց է տալիս, թե ինչպես է տիեզերքը մշտապես զբաղված նոր բաներ ստեղծելով եւ ամեն ինչ նորովի սկսելով։ Իսկ հիմա եկեք էլ ավելի հեռվանանք այնտեղից, որտեղ աստղերն են ծնվում, որ տեսնենք այն զարմանահրաշ բաները, որոնք կազմում են տիեզերքը, գալակտիկաները։ Սրանք ուղղակի աստղերի խմբեր չեն։ Դրանք շատ մեծ խմբեր են, որոնք իրար հետ պահվում են զգողականության ու տիեզերքում աստղերի հսկայական կղզիների նման։ Նրանք ունեն միլիարդավոր կամ նույնիսկ տրիլիոնավոր աստղեր, ինչպես նաև շատ գազ, փոշի եւ այն խորհրդավոր նյութը, որը կոչվում է մութ նյութ։ Մեր սեփական արեգակնային համակարգը, որտեղ Երկիր մոլորակն է, գտնվում է այս գալակտիկաներից մեկում։ Այն կոչվում է Կիրքաթին։ Այն զարմանահրաշ պարուրաձև գալակտիկա է, կենտրոնում ձողաձև կառուցվածքով, եւ այն շատ լայն է 100,000 լուսատարուց ավելի տրամագծով։ Երբ պարզ, մութ գիշերով նայում եք վերև, եւ երկնքում տեսնում եք այն լուսավոր կաթնագույն արահետը, դուք նայում եք հենց մեր սեփական գալակտիկայի, մեր տան ամենախիտ մասին։ Այն նման է աստղերից, գազից ու փոշուց կազմված գետի։ Շատ զարմանալի է մտածել, որ այդ շերտի մեջ յուրաքանչյուր փոքրիկ լուսավոր կետ կարող է արև լինել, գուցե նույնիսկ իր մոլորակների ընտանիքով, ինչպես մերը։ Գալակտիկաները բոլորը նույնը չեն։ Նրանք լինում են շատ հետաքրքիր ու տարբեր ձևերի ու չափերի, եւ յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, թե ինչպես է մեծացել ու փոխվել ժամանակի ընթացքում։ Մենք տեսնում ենք մեծ, գեղեցիկ պարուրաձև գալակտիկաներ, ինչպիսին է Անդրոմեդան, որը մեզ ամենամոտ խոշոր գալակտիկան է։ Նրանք ունեն գեղեցիկ պտտվող թևեր, լի նոր, կապույտ աստղերով եւ պայծառ, փայլող ամպերով, որոնք կոչվում են միկամածություններ։ Հետո կան ձվաձև գալակտիկաներ, որոնք կոչվում են էլիպսաձև գալակտիկաներ։ Նրանք սովորաբար ավելի հին են եւ նման են հին, կարմիր աստղերից կազմված հսկա գնդերի։ Նրանցում այդքան էլ շատ նոր աստղեր չեն ծնվում, եւ չմոռանանք անկանոն գալակտիկաների մասին։ Ինչպես իրենց անունն է հուշում, նրանք չունեն հստակ կանոնավոր ձև։ Սա սովորաբար տեղի է ունենում, երբ գալակտիկաները ձգում են միմյանց, կամ նույնիսկ բախվում են իրար։ Երբ այս գալակտիկաները բախվում են, դա միայն ինչ-որ բաների քանդվելը չէ։ Իրականում դա գալակտիկաների փոխվելու եւ մեծանալու կարևոր միջոց է։ Դա կարող է պատճառ դառնալ, որ միանգամից շատ նոր աստղեր սկսեն ձևավորվել, եւ դա փոխում է, թե ինչպես է գալակտիկան տեսք ունենում միլիարդավոր տարիների ընթացքում։ Տիեզերքում տեսանելի գալակտիկաների թիվը հսկայական է։ Գիտնականները կարծում են, որ դրանք 100 միլիարդավոր են, գուցե նույնիսկ տրիլիոնավոր։ Սա իսկապես ցույց է տալիս, թե որքան անհավանականորեն մեծ է տիեզերքը։ Գլուխ 3. Աստղակույտեր։ Տիեզերական եղբայրություններ։ Մենք տեսանք, թե որքան զարմանահրաշ են գալակտիկաները։ Հիմա եկեք դիտենք մի շատ գեղեցիկ ու կարևոր բան դրանց ներսում՝ աստղակույտերը։ Սրանք աստղերի հետաքրքիր խմբեր են։ Նրանք բոլորն առաջացել են գազի ու փոշու միևնույն հսկա ամպից։ Նրանց զգողականությունը միմյանց է ձգում, այդ պատճառով էլ նրանք իրար մոտ են մնում։ Սա տիեզերական ընտանիքի պես մի բան է։ Բոլոր աստղերը միասին են սկիզբ առել, միևնույն նյութից, մոտավորապես նույն ժամանակ, բայց նրանց կյանքը կարող է տարբեր լինել, կախված նրանից, թե որքան մեծ են եղել, երբ ձևավորվել են։ Մենք հիմնականում տեսնում ենք այս աստղային ընտանիքների երկու հիմնական տեսակ՝ բաց կույտեր եւ գնդաձև կույտեր։ Դրանցից յուրաքանչյուրն իր ձևով առանձնահատուկ է ու գեղեցիկ։ Բաց կույտերը, ինչպիսիք են պայծառ պլեյադները կամ հիադները, բավականին երիտասարդ են։ Նրանք ունեն տասնյակներից մինչև հազարավոր աստղեր, շատ խիտ չեն։ Դուք դրանք սովորաբար կգտնեք մեր Կիրքաթինի նման գալակտիկաների պարուրաձև թևերում, որտեղ դեռ նոր աստղեր են ձևավորվում, իսկ գնդաձև կույտերը տարբեր են։ Նրանք չափազանց հին են, այն հեռավոր ժամանակներից, երբ տիեզերքը նոր էր սկիզբ առնում։ Սրանք շատ ավելի մեծ են ու շատ ավելի խիտ դասավորված։ Նրանք ունեն 100,000-ավոր կամ նույնիսկ միլիոնավոր շատ հին աստղեր։ Զգողականությունը նրանց բոլորին գնդի ձևով պահում է միասին։ Նրանք պտտվում են գալակտիկաների արտաքին մասերում, լուսապսակներ կոչվող տարածքներում, տիեզերական արբանյակների պես մի բան։ Քանի որ նրանք շատ հին են, գիտնականներին կարևոր բանալիներ են տալիս այն մասին, թե ինչպես են իրենց գալակտիկաները սկիզբ առել ու աճել։
Աստղադիտակով գնդաձև քույտին նայելը նման է մի փունջ շողշողուն ադամանդներ տեսնելուն։ Դա տեսնելն իսկապես զարմանալի է։ Աստղակույտերը միայն զարմանալի տեսք չունեն։ Նրանք նաև տիեզերքում գտնվող գերօգտակար գիտական լաբորատորիաների պես են։ Քույտի բոլոր աստղերը ձևավորվել են մոտավորապես նույն ժամանակ, միևնույն նյութից։ Սա նրանց դարձնում է կատարյալ օբյեկտներ ուսումնասիրելու համար, թե ինչպես են տարբեր չափերի աստղերը փոխվում տարիքի հետ։ Սա օգնում է գիտնականներին ստուգել և բարելավել իրենց գաղափարները աստղերի գործունեության մասին։ Գլուխ 4. Սև խոռոչներ։ Տիեզերքի խորհրդավոր հսկաները։ Հիմա մենք կխոսենք մի շատ զարմանալի բանի մասին։ Մի բան, որը մեզ ստիպում է կասկածի տակ դնել այն ամենը, ինչ գիտենք գիտության մասին, սև խոռոչների մասին։ Սրանք այնպիսի փոսեր չեն, որոնք փորում են գետնի մեջ։ Սրանք տիեզերքում այնպիսի տեղեր են, որտեղ զգողականությունը այնքան ուժեղ է, որ ոչինչ, նույնիսկ լույսը, որն ամենաարագ բանն է, չի կարող փախչել, եթե հատի մի հատուկ գիծ, որը կոչվում է իրադարձությունների հորիզոն։ Պատկերացրեք մի բան այնքան սուպեր սեղմված, որ դուք պետք է լույսից արագ շարժվեք, դրա զգողությունից խուսափելու համար։ Աստղերի չափի սև խոռոչները գոյանում են, երբ հսկա աստղերը, որոնք մեր արեգակից շատ ավելի մեծ են, սպառում են իրենց վառելիքը և ամբողջությամբ կոլապսի ենթարկվում։ Բայց կան նաև գերզոր, գերհսկա սև խոռոչներ, հսկա հրեշների պես։ Դրանք կարող են միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր անգամներ մեծ լինել մեր արեգակից։ Դրանք սովորաբար թաքնվում են մեծ գալակտիկաների կենտրոնում, ինչպիսին մերն է Կիրքաթինը։ Մեր գալակտիկայի մեծ սև խոռոչը կոչվում է աղեղնավոր Ա։ Չնայած դրանք կոչվում են սև խոռոչներ և որսում են լույսը, մենք այնուամենայնիվ կարող ենք գտնել դրանք։ Նրանց գերուժեղ զգողականությունը շրջապատող մարմինների վրա օգնում է մեզ իմանալ, որ դրանք այնտեղ են և ուսումնասիրել դրանք։ Մենք կարող ենք տեսնել աստղեր, որոնք պտտվում են ինչ-որ հսկայական և անտեսանելի բանի շուրջ։ Կամ կարող ենք տեսնել, թե ինչպես են մարմինները ներծվում դեպի սև խոռոչը, առաջացնելով գերտակ, շիկացած սկավառակ, որը փայլում է հատուկ լույսով, նախքան անհետանալը այդ անվերադարձ կետից այն կողմ։ Երբեմն սև խոռոչների մոտակայքից դուրս են ժայթքում մանր մասնիկների մեծ հոսքեր, որոնք շարժվում են գրեթե լույսի արագությամբ։ M. Bison ձգձերիկ գալակտիկայի գերհսկա սև խոռոչի ստվերի այդ զարմանահրաշ նոր լուսանկարը մեծ իրադարձություն էր։ Այն ցույց տվեց, թե որքան խելացի են մարդիկ և թույլ տվեց մեզ իրապես տեսնել այս խորհրդավոր օբյեկտը։ Սև խոռոչները նման են տիեզերքի ամենամեծ ձագարներին։ Դրանք խախտում են գիտության բոլոր մեզ հայտնի կանոնները և մեզ հետաքրքիր գաղափարներ են տալիս, հասկանալու, թե ինչպես է զգողականությունն աշխատում շատ փոքր մասնիկների հետ։ Գլուխ 5. Մոլորակներ։ Աստղերի շուրջ պտտվող աշխարհներ։ Գեղեցիկ տիեզերքով մեր ճամփորդության վերջին կանգառները թերևս այն վայրերն են, որոնք ամենահեշտն ենք պատկերացնում, բայց դրանք դեռ շատ զարմանալի են։ Մոլորակները։ Սրանք տիեզերական մարմիններ են, որոնք պտտվում են մի աստղի շուրջ կամ այն ամենի շուրջ, ինչ մնացել է հին աստղերից։ Դրանք այնքան մեծ են, որ իրենց իսկ զգողականության ուժը նրանց գրեթե կլոր է դարձնում, բայց ոչ այնքան մեծ, որ սկսեն այրվել իրենց կենտրոններում, ինչպես աստղերը։ Մեր սեփական արեգակնային համակարգում կան շատ տարբեր ու հիանալի մոլորակներ։ Մեր արեգակնային համակարգի արեգակին ավելի մոտ մասում կան փոքր, քարքարոտ մոլորակներ, Մերկուրին, Վեներան, մեր սեփական երկիրը, իր օվկիանոսներով և մթնոլորտով, որոնք նպաստում են կյանքի գոյությանը, և Մարսը, ժանգագույն կարմիր մոլորակը, որը կարող է մեզ պատմել այլ անցյալի մասին։ Այս աշխարհներից յուրաքանչյուրը յուրահատուկ վայր է, իր սեփական ցամաքով և մթնոլորտով։ Դրանք ձևավորվել են միլիարդավոր տարիների ընթացքում, տիեզերական փոփոխությունների, բախումների և իրենց ներսում տեղի ունեցող երևույթների շնորհիվ։ Աստերոիդների գոտուց այն կողմ մենք հանդիպում ենք գազային հսկաներին, Յուպիտերին և Սատուրնին, իսկապես հսկայական աշխարհներ պտտվող մթնոլորտով և խոշոր փոթորիկներով, ինչպիսին է Յուպիտերի մեծ կարմիր պիծը, և նրանց շուրջ գտնվող զարմանահրաշ օղակներով, հատկապես Սատուրնի հայտնի օղակներով։ Էլ ավելի հեռու գտնվում են Սառցե հսկաները, Ուրանը և Նեպտունը,
սառը, հեռավոր աշխարհներ, որոնք կազմված են բազմաթիվ սառույցներից, ինչպիսիք են ջուրը, ամոնիակը եւ մեթանը։ Բայց մոլորակների պատմությունը չի ավարտվում միայն մեր արեգակնային համակարգով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում աստղագետները հայտնաբերել են հազարավոր էկզոմոլորակներ, այսինքն մոլորակներ, որոնք պտտվում են այլ աստղերի շուրջ։ Դրանց հայտնաբերումը ամբողջովին փոխել է մեր պատկերացումները մոլորակների ձևավորման մասին եւ մեզ տվել է այն հուզիչ գաղափարը, որ երկրի նման աշխարհներ, գուցե նույնիսկ այնպիսիները, որտեղ կյանքը կարող է գոյություն ունենալ, կարող են լինել մեր գալակտիկայի ամենուրեք։ Մեր գտած յուրաքանչյուր նոր էկզոմոլորակ նոր աշխարհ է, նոր պատմություն, որը սպասում է պատմվելուն, հարստացնելով տիեզերքի մեծ ու զարմանահրաշ պատկերը եւ հիշեցնելով մեզ, որ մեր արեգակը միլիարդավոր աստղերից ընդամենը մեկն է, եւ այդ աստղերից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր եւ գեղեցիկ մոլորակների իր սեփական ընտանիքը։ Եվ այսպես, մեր ճամփորդությունը դիտելով տիեզերքի ամենագեղեցիկ բաներից մի քանիսը, մոտենում է իր ավարտին, բայց հույս ունեմ, որ զարմանքը նոր է սկսվել։ Մենք ճամփորդեցինք այն գեղեցիկ վայրերից, որտեղ աստղերն են ծնվում, որոնք կոչվում են միքամածություններ, մինչև գալակտիկաների հսկայական կառույցները, աստղերի փայլ-փլուն ընտանիքներից, աստղակույտերից, մինչև սև խոռոչների խորհրդավոր խորքերը, եւ վերջապես, բոլոր այն տարբեր աշխարհները, որոնք մենք մոլորակներ ենք անվանում։ Տիեզերքի այս զարմանահրաշ բաներից յուրաքանչյուրը պատմում է տիեզերքի մեծ պատմության մի մասը, մի պատմություն գերմեծ չափերի, զարմանալի ուժի եւ շունչ կտրող գեղեցկության մասին։ Տիեզերքը մշտապես բացահայտում է մեզ իր գաղտնիքներից ավելի շատ իր հետաքրքիր ու մանրամասն նախշերից, այն մարդկանց, ովքեր զարմանքով ու բաց մտքով են վեր նայում։ Այն գեղեցկությունը, որը մենք տեսանք, միայն գիտնականների համար չէ, այն նվեր է մեզ բոլորիս։ Այն օգնում է մեզ կապված զգալ մի բանի հետ, որը մեզանից շատ ավելի մեծ է, հիշեցնելով մեզ, որ բնության նույն օրենքները, որոնք կառավարում են այս հեռավոր բաները, նաև կառավարում են մեր սեփական կյանքը այստեղ, երկրի վրա։ Այն փոքրիկ մասնիկները, որոնցից կազմված են մեր մարմինները, առաջացել են աստղերի սրտերում, շատ վաղուց, եւ տարածվել են ամբողջ տիեզերքով, երբ աստղերը պայթել են, եւ հետ դրանք միավորվել են, ստեղծելով մեր արեգակը, մեր երկիրը, եւ հետո մեզ։ Այնպես որ ճիշտ է, մենք աստղափոշուց ենք ստեղծված։ Եվ երբ մենք ուսումնասիրում ենք տիեզերքը, մենք կարծես թե իմանում ենք, թե որտեղից ենք եկել եւ ինչ կարող է պատահել մեզ հետ ապագայում։ Շնորհակալություն դիտելու համար։ Հուսով ենք, ձեզ դուր եկավ այս ճամփորդությունը տիեզերքով։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմեք զանգակը, որպեսզի բաց թողնեք ոչ մի նոր տեսանյութ։ Շարունակեք վեր նայել, շարունակեք հարցեր տալ եւ երբեք մի կորցրեք զարմանքի այդ զգացումը։ Տիեզերքը սպասում է։